Ինչու սովորել 12 տարի ու միևնույնն է չունենալ մրցունակ կրթություն։ Հարցը շատերին է հուզում, հատկապես ծնողներին, որոնք կարծում են, թե երեխաները չեն ստանում այն կրթությունը, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին, աշխատաշուկային եւ իհարկե կյանքի մարտահրավերներին։ Ասում են, միևնույնն է 12-ամյա դպրոցն ավարտելուց հետո աշակերտները դուրս են գալիս կրթական համակարգից առանց բավարար գիտելիքների։ Ոլորտի փորձագետները սակայն խնդիրը բովանդակության ու դասավանդման մեթոդաբանության հետ են կապում։ Մենք ունենք 12-ամյա կրթություն եւ անհետաքրքիր չորուցամակ դասավանդում, արդյոք այդ իրավիճակում թույլ կետը 12-ամյա կրթությունն է, ոչ։ Թույլ կետը ծրագրերն են եւ դասավանդման ձևերը ու մարդիկ, որոնք դասավանդում են նաեւ։ Ինչա դա նշանակում, որ պետք է 12-ամյան կրճատել, թե պետք է վերանայել ծրագրերը, վերանայել դասագրքերը, վերանայել դասավանդման միջոցները։ Կրճատել տևողությունը ուսման, որովհետեւ ավելորդ անհետաքրքիր տարի է, դա աբսուրդ է, պետք է այդ թերությունը վերացնել։ Աշակերտներին մատուցվող գիտելիքը ըստ մասնագետների չի համապատասխանում նրանց հետաքրքրություններին։ Դասագրքերի եւ նյութերի մեծ մասը թեև թարմացնում են, բայց հաճախ չեն լուծում բուն խնդիրը։ Իսկ ահա ուսումնական ծրագրերը առհասարակ մոտիվացնող չեն։ Մենք պետք է հետ գնանք, փորձենք մտածենք, հասկանանք ինչ ենք ուզում մեծ առումով ստանալ կրթական համակարգից։ Ինչքանով է հիմնավորված, այդ քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա, պատմություն, առարկայացանք, այսինքն ոնց եղավ, այսինքն որ հիմա մենք կարծում ենք, որ հենց դա պետք է սովորեն դպրոցում։ Կարող է օրինակ եղել մարդիկ պետք է սովորեն թվային բարեկեցության հիմունքները, թե թվային դարաշրջանում ես ինչպես պետք է կարողանամ իմ ֆիզիոլոգիական, մտավոր, ինֆորմացիոն, հոգևոր հիգիենան եւ բարեկեցությունը պահպանել։ Կարող է այդ առարկան միգուցե ավելի կարեւոր է։ Այն, որ մեր երկրում կրթության որակի զգալի անկում է նկատվում, վստահ են փորձագետները։ Միաժամանակ պնդում են, դեռ շանս կա մեթոդական լուծումներով գոնե շտկել ու փրկել իրավիճակը։ Վերջին շրջանի միջազգային կառույցների հետազոտություններն են փաստում, որ ֆունկցիոնալ անգրագիտությունն է գլուխ բարձրացրել մեր երկրում։ Պետք է կարևորագույն հարց լուծել ստրատեգիական ծրագիր նոր սերնդի մանկավարժների պատրաստման։ Դա սերունդ է, որը պետք է իմանա եւ կարողանա ինչպես 10 մատների միջոցով ամենաբարդ բաները բացատրել, ինչպես կավի ջուր գրատախտակին ամենադժվար բաները պատկերել, այսինքն ամենապարզ միջոցներին տիրապետող, ամենաստեղծագործող, ամենահետազոտող ուսուցիչների սերունդա պետք։ Այս իրավիճակում նույնիսկ կրկնուսույցների չակերտավոր ինստիտուտը չի փրկում։ Անիմաստ գումարների ու ժամանակի վատնում, սա էլ այն դեպքում, երբ երեխային որակյալ կրթությունը դպրոցը պիտի ապահովի։ Ու հենց այստեղ է գալիս մասնագետների սիրելի ու ծեծված արտահայտությունը։ Երեխաները սովորելու մոտիվացիա չունեն։ Ես ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ մենք չունենք երեխաների մոտիվացիոն հետաքրքրության հետ կապված խնդիրներ։ Երեխաները ռեալ ուզում են հիմա ինչ որ սովորեն, հասկանան ինչի համար սովորում, ուզում են տեսնել այն ապագան, որ իրենց սպասում է։ Եթե մինչև դա իրենց չկարողանան իսկապես հստակ ցույց տալ, մենք չենք ունենալու մոտիվացիա ինչ որ կուզենան։ Մինչև թվարկված փոփոխությունները կձևավորվեն ու կիրագործվեն, երեխաները շարունակում են մնալ մի համակարգում, որտեղ սովորելը ավելորդ պարտականություն է թվում եւ ոչ թե հնարավորություն։ Իսկ երբ կրթությունը դառնում է ձանձրալի ու ամենօրյա պարտականություն, ապա դրանից օգտվողների թիվն էլ է կրճատվում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։